Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ ոչ թողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարածել իր կողմից առաջ քաշված իրական Հայաստան գաղափարախոսությունը։ Նշենք, ըստ Փաշինյանի պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Փաշինյանի խոսքով իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է, բացարձակապես միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս անգամ նա Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հաղորդվում է, թե պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը եւ այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ Այս լուրի ֆոնին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Շիրակի մարզի Ամասիա քաղաքում ադրբեջանցիներ են հանգիստ շրջում եւ զրույցի բռնվում ոստիկանների հետ, իրենց տիրոջ պես պահելով։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Дома скажешь старшим, что Мирали Юнус обязательно не знает, пожалели, не знает. Արցախի նախկին պետնախարար Բաքվում ապօրինաբար գերեվարված Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Բաքվի դատանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին ապօրինի գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքում։ Բաքվի իշխանությունները Վարդանյանի նկատմամբ ներկայացրել են ավելի քան 40 շինծ ու մեղադրանք։ Դատական վերջին նիստի ընթացքում Վարդանյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով, հերքելով առաջադրված մեղադրանքները եւ տեղի ունեցող գործընթացը որակելով որպես քաղաքականապես մոտիվացված դատական ներկայացում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այս վճիռը անկախ եւ անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք, ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ։ Մեղադրանքների ձևակերպումը եւ էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։ Հայաստանում է գտնվում Եվրոպական հանձնաժողովի հարևանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությունը։ Փաշինյանի հետ նրանք քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին։ Նշենք, որ Հայաստան կժամանի նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Կոսի այցին եւ ՀՀ-ԵՄ գաղտնաժողովին ընթരാճ Հայաստանում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ։ Հայտնենք նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի։ Սատու Կոյվուն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին փոխարինելով Մարկուս Ռիտերին։ Սատու Կոյվուն ֆին նավակ ոստիկան է, ավելի քան 35 տարվա ազգային եւ միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի ազգային ոստիկանության վարչությունում որպես մարդկային ռեսուրսների ղեկավար։ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում տեղակայվել էր 2023 թվականին 2 տարի ժամկետով։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը եւս 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարիկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում եւ զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն համաձայնագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պարտավորվում են միմյանց պետական սահմանին այլ երկրների ուժեր չտեղակայել։ Քչերը գիտեն Ռաշտի թագավոր դոկտոր Արսեն Մինասյանի մասին, սակայն Պարսկաստանի Ռաշտ քաղաքում մինչ օրս հիշում են նրան։ Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ Իրանի շահն անձամբ էր նրան առաջարկել ստանձնել Ռաշտի քաղաքապետի պաշտոնը, սակայն դոկտոր Մինասյանը հրաժարվել էր։ Հետո նրան մեջլիսի պատգամավորության թեկնածու էին առաջադրել, որից նույնպես հրաժարվեց։ Ասում են, պարսիկները նրան նորանուն են տվել՝ Արմանի Բրար։ Նրա ներկայությամբ նույնիսկ մահմեդականներն էին ոտքի կանգնում։ Բոլոր կարիքավորների եւ անօթևանների դոկտոր Մինասյանը միայն բժիշկ չէր։ Նա հայտնի էր որպես մարդասեր եւ հասարակական գործիչ։ Մեծ դեր է ունեցել համաճարակների ժամանակ հիվանդների բուժման գործում։ Անվճար կամ շատ մատչելի բուժօգնություն է ցուցաբերել աղքատներին։ Իր տունը հաճախ վերածվել է դեղատան ու օգնության կենտրոնի։ Ռաշտի բնակիչները նրան հիշում էին ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես մարդասիրության խորհրդանիշ։ Ասում են, որ նա գիշեր-ցերեկ պատրաստ էր օգնության հասնել յուրաքանչյուրին, անկախ ազգությունից կամ կրոնից։ Եվ վերջում օրվա տեսանյութ, երջանիկ ժամանակներ, երբ անկախ էր Արցախը եւ 700 զույգ պսակադրվում էր միաժամանակ։ Հոկտեմբերի 16-ի առավոտյան իրենց դռները բացեցին 700 ամուսնացող զույգերի առջև։ Աղոթելուց ու հավատի մոմ վառելուց հետո զույգերը եկեղեցիների բակերում դասավորվեցին շարքերով։ Պսակադրությունը կատարեցին հայ առաքելական եկեղեցու, Արցախի եւ Ռուսաստանի հոգևոր թեմերի առաջնորդները։ Սիդու ժամանեցու ծեր սոսաորդություն կարծրության կո
Մարզադաշտում տնական սեղաններ էին բացվել նորապսակների համար։ Մեծ հանդիսությունը վայելելու էր եկել ավելի քան 20,000 հանդիսատես, նրանց թվում եւ ԼՂ ղեկավարությունը։ Այս նախադեպ միջոց Սուրբխաչի զույգերի գլխավերևում պահեց Լևոն Հայրապետյանը, նա, ով մտահղացել, նախաձեռնել ու իրականություն է դարձրել Արցախյան մեծ հարսանիքը։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։